Բարև ձեզ առաջի ռազմաայնասիրականի դիտողներ։ Հիմա ռազմաայնասիրական բառը ավելի անկաշկանդ ենք ասում, քանի որ հաղորդման բացման մեջ օգտագործում ենք Հայաստանի ճիշտ քարտեզները։ Ու ընդհանրապես, մեր տաղավարում սխալ քարտեզներ չկան։ Ստեղ էլ ոչ մի սխալ չեք գտնի։ Բաքվում տեղի ունեցող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ինքնահրկիզվեց Իլհամ Ալիև անունով մի քաղաքացի։ Նրա ֆոտոռոբոտը հիմա փորձում են կազմել։ Քաղաքացի Ալիևը դուրս գալով ամբիոն եվրոպացի պատվիրակների առջև խայտառակ արեց ամբողջ Ադրբեջանը, վիրավորեց հայ պատվիրակներին, խախտեց դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, իսկ հայերին անվանեց ֆաշիստներ, որոնք պղծել են մեր պապերի գերեզմանները։ Ահա, ֆոտոռոբոտն էլ ստացանք։ Երբ Հայաստանի պատվիրակ Վահան Հովհաննիսյանը պատասխան ելույթով քաղաքացի Ալիևի պորտը տեղն էր տեղադրում, վկաների պնդմամբ Ալիևը շուտապույտ հեռացել էր դեպքի վայրից, այսինքն քրֆել թռել էր։ Քաղաքացի Ալիև, ձեզ հարկավոր է մասնագետի օգնություն։ Ու սենց ասեմ, հասարակ հոգեբանը ձեզ չի օգնի, դուք պետք է Վիեննա գնաք կամ Ցյուրիխ, ինչ որ տենց մի տեղ մեկնեք, որտեղ հոգեբանների մի ամբողջ թիմ քրտնաջան կաշխատի ձեզ հետ։ Կոնսիլիումներ կանցկացնի, կքննարկի ձեր վիճակը, մի քանի նոր էքսպերիմենտալ մեթոդներ ձեր վրա կփորձի, մի քանի հին պապական ժողովրդական մեթոդ ու վերջում բոլորը մի քանի հատ էլ ատենախոսություն կպաշտպանեն։ Ձեզ մենակ դա կօգնի։ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որում նաև ակնկալվում էր, որ կներկայացվի նախընտրական ծրագիրը։ Թերևս Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Ոնց, բայց մենք բոլորս չենք ուզում, որ մարդիկ ըստ ծրագրի կողմնորոշվեն, ոչ թե ըստ համակրանքի կամ որոշ դեպքերում Մուրաբայի։ Հիմա ասում եք ծրագիր չի լինելու, իդեպ 96-ին էլ կարծես թե ծրագիր չկար, եկեք այս ավանդույթը չշարունակենք, էլի։ Իր քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում կոնգրեսը թե տեսական, թե գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն։ Դա շատ լավ է, որ երկրում կա իրական հակակշիռ, բայց կուզենայինք գրավոր ինչ-որ մի բան ունենանք, էլի ծրագիրը մարդես։ Հայ ազգային կոնգրեսի որդեգրած ռազմավարությունը արտացոլված է հետևյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում։ 100 քայլ սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր հրապարակվել է 2010 թվականին։ Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ կրկին 10 թվականին։ Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր կրկին 10 թվականին։ Այսինքն այնուամենայնիվ ծրագիր կա։ Պարզապես առաջին նախագահ հորդորում է ընտրողներին մի քիչ նեղություն քաշել ու Google-ով փնտրել, գտնել, իրար կպցնել։ Կարևորը ծրագիր կա, որը իդեպ չի սահմանափակվում իշխանափոխությամբ, այլ ահագին խոստումնալից խոստումներ ունի։ Ինձ այս մեկը հատկապես դզեց։ Արտագաղթի վնասները նվազեցնելու եւ ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500,000 դրամ, երրորդ երեխայից սկսած մայրերին վճարել 1 միլիոն, իսկ 5-րդից սկսած 1.5 միլիոն դրամ։ Աչքիս ժամանակն է ամուսնանամ։ Պամպերսները հանած շահույթ ա մնում։ Եթե օրենքը ընդունվի, Հայաստանում կսկսեն ամուսնության առաջարկությունները սենց անել։ Ուզում եի ասել, որ արդեն վաղուց հանդիպում ենք, արդեն լավ իրար ճանաչում ենք սիրելիս ու ես զգում եմ, որ արդեն պատրաստ եմ։ Չես ուզում միասին 500,000 դրամ աշխատենք։ Դե գնացեք բոլորդ երեխա ունեցեք։ Ըհը, հիմնադիր Քավորի թեկնածու էլ ունենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ օրը կրկին հնչեցրեց իր բանավիճելու հրավերը պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին։ Եթե լֆիքսամոն քաշվում է տեսախցիկներից, էլի պրոբլեմ չկա։ Եվս մեկ առաջարկ եմ անում։ Ես պատրաստ եմ այդ բանավեճը վարել 7-րդ ընտրատարածքի բակերում ու թաղերում։ Սամվել Ալեքսանյան, այդքան կարկառուն քաղաքական գործիչ ես, արի ուրեմն գնանք բակ առ բակ։ Ինչ բակեր, ես կարծում եմ Արամ Խաչատրյան համերգասրահը կարելի է լցնել այդ պարագայում։ Ինչու ոչ նաև համալիրը, ինչա Deep Purple-ի չափ չկանք։
Մաշտոցի պուրակում կրքերը պետք է թեժանային, կազմվեց քաղաքացիական դատարան, որը վճռեց վերացնել չարաբաստիկ բուծիկները։ 10 հոգանոց ապամոնտաժող բրիգադ կազմվեց, որը եւ պետք է դրանք ապամոնտաժեր։ Այդ մասին անգամ ծանուցեցին ոստիկանությանը, բայց առաջացավ հարց, ով է տվել նման իրավունք։ Իսկ ով է իրավունք տվել մի խումբ մարդկանց ինքնակոչ դատարան իրենց հռչակել, իսկ ով է մեզ իրավունք տվել երրորդ հանրապետությունը հռչակել, իսկ ով է մեզ իրավունք տվել Արցախյան շարժումը սկսել, ով է մեզ իրավունք տվել ընդհանրապես ուզենալ, ցանկանալ ազատ անկախ Հայաստան, ոչով մեզ այդ իրավունքը չէր տվել, Օսմանյան Թուրքիան կամ Խորհրդային Միությունը, ոչ, դա քաղաքացիների որոշումներ։ Okay, փաստորեն ահագին վճռական են տրամադրված։ Մեծ քանակությամբ քաղաքացիներ այդ օրը եկան այգի սատարելու ապամոնտաժող բրիգադին եւ բրիգադը ոստիկանության հետ բանակցելուց հետո անսպասելիորեն հավաքվեց ու սկսեց շրջել այգով։ Okay, հեսա կսկսեն ապամոնտաժել։ Ձերքը տարավ գրպանը, հեսա հաստատ մի բալգարկա կհան հիմա։ Չէ, SMS-ա գրում, կամ նկարահանում է։ Էլի ֆրացեք Արմեն ջան, բայց ապամոնտաժելը, չէ որ ամբողջ իմաստը էդ էր։ Մենք բանակցելու ենք ոստիկանության հետ, մինչև այն պահը, երբ նրանք կբացեն, եւ մենք համոզված ենք, որ մեզ դա հնարավորություն է տրվել։ Բայց ախր այդ ոնց պետք է բանակցեք, որ համոզեք ոստիկանությանը թույլատրել քանդել կրպակները։ Եթե Քիմ Քարդաշյանը բրիգադի անդամ չի լինելու, շանսերը 0 են Արմեն ջան։ Եթե ոստիկանությունը որևէ պահ հեռանա այս կառույցներից, մենք հենց հիմա կսկսենք ապամոնտաժման աշխատանքը։ Ոստիկանությունը ձեր կողքնա կանգնացեց, սաղ լսեց, հիմա հաստատ չի հեռանա։ Ու տենց էլ եղավ, չհեռացավ ու ապամոնտաժն էլ տեղի չունեցավ։ Թե ոստիկանությանը, թե ապամոնտաժող բրիգադին կարելի է շնորհավորել, որ չեղան ընդհարումներ, բրբրթոց, երկու թեժ պահ եղավ, որքան գիտեմ։ Չէ, կամավոր է։ Փորձեք մտեք։ Փորձի մտեք։ Ես ժամանակ իմանամ։ Դուք խաղա։ Կամաց, առանց զոհերի։ Փաստորեն ապամոնտաժում տենց էլ չեղավ։ Ես իմ անկեղծ ասած շատ խառը զգացմունքներ են մոտս։ Մի կողմից հասկանում եմ, որ եթե բոլորս տենց ինքնագլուխ որոշումներ կայացնենք, կյանքը քաոսի կվերածվի, իսկ հիմա Հայաստանում մենակ սահմանափակ խմբով ու գոլդ պետհամանիշներով մարդիկ են ինքնագլուխ որոշումներ կայացնում։ Իսկ մյուս կողմից ախր ես էլ հույս ուներ, որ այդ օրը մի բան կարվեր բուտիկները վերացնելու համար, բրիգադի ծանոթում ախր շատ մարտական էր, անգամ նշված էր ինչ զենքեր են բերելու, բալգարկա, պտուտակա հարթակ, հարթաշուրտ, այդ լասկագուբցինա։ Մի խոսքով լիքը զենք էին բերելու։ Մենք գտնում ենք, որ ուժի չկիրառումը ավելի հզոր զենք է կամ ուժը։ Մեր ակառողները դա չեն հասկանում, բայց հիմա ոնց որ իրանք էլ են սկսել հասկանում, որ ավելի լավ է ուժ չկիրառել, քան կիրառել։ Փաստորեն դիմադրություն առանց բռնության, այսինքն գանդիզմ։ Կարամ չէ եթերով ասել գանդիզմ։ Ուրեմն մահատմա գանդիզմ։ Պարզապես նամակը, սաղավարտերը մեր մեջ մի փոքր այլ սպասումներ առաջացրին։ Օրինակ, երբ որ հանդիպում ես մի աղջկա հետ, որը հետդ անընդհատ սեքսից է խոսում, պիկանտ մանրամասներով, անգամ հետը պաշտպանման միջոցներ է բերում, հետո վերջապես մնում եք մենակ ու հենց այդ պահին ասում է, գիտես, ես որոշել եմ կուսանոց գնալ։ Եվ այսպես մենք պաշտոնապես ունենք 8 կուսակցություն եւ 1 դաշինք, որոնք պայքարել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին։ Բոլորը պատգամավոր են ուզում դառնալ, իսկ լեզվաբան Վաչագան Սարգսյանը բացատրեց, թե ինչու։ Վաչագան Սարգսյանը բացատրեց, որ ըստ տուգաբանության պատգամավոր բառը նշանակում է հրեշտակ, լատիներեն անգելուս, հունարեն անգելոս թարգմանաբար պատգամավոր, սուրհանդակ, այնպես ինչպես հրեշտակներն են մարդկանց պատգամները տեղ հասցնում Աստծուն, այնպես էլ պատգամավորը պետք է ժողովրդի պատգամը հասցնի իշխանությանը։ Ոչ ավել, ոչ պակաս հրեշտակ դառնալու հարց է դրված այս ընտրություններին ու պետք է զգուշ ընտրենք հրեշտակներին։ Նախ պետք է
բոլոր կուսակցությունների եւ դաշինքի անունները սովորենք։ Ես մի երգ եմ պատրաստել, որ հեշտ կարողանանք հիշենք հրեշտակներին։ Մի ԲՀԿ, մի ՀՀԿ, մի ՕԵԿ, մի ՀԱԿ, կոմունիստներ, դեմոկրատներ, դաշնակցություն, ժառանգություն, խորհրդարանական ընտրություններն են, խորհրդարանական ընտրություններն են։ Հեշտ երգ է, չէ՞։ Ինձ հուշում եմ, որ կա նաև Միացյալ Հայեր անունով կուսակցություն։ Հա, մոռացել էի, բայց դա ձեր մեղքն է, որովհետև մի երկու շաբաթ առաջ եք ձեր մասին առաջի անգամ գաղափար ունեցել ու դեռ ոչինչ ձեր մասին չենք լսել։ Այս ինֆորմացիոն քաղցը հագեցնելու համար այսօր մեր հյուրը կլինի Միացյալ Հայերի նախագահը։ Հա, իդեպ շարունակելով անհայտ թեկնածուների թեման, չէ, անհայտ մի տեսակ կոպիտ է հնչում, հայտնիության սահմանափակումներ ունեցող թեկնածուների թեման մեր ավագ թղթակից Սերգեյը զրուցեց թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Տիգրան Գրիգորյանի հետ։ Անցած շաբաթ մենք ստացանք ահազանգ թիվ 7 ընտրատարածքի տեխնացու Տիգրան Գրիգորյանից, այն մասին, որ Arm Comedy-ի նախորդ հաղորդման մեջ ամբողջական չէր ներկայացված իր մասնակցությունը ընտրապայքարին եւ իր մոտեցումները։ Մենք պայմանավորվեցինք հանդիպել եւ լսել իր տեսակետները թիվ 7 ընտրատարածքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Տիգրան Գրիգորյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Դուք դրել եք ձեր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, որտեղ հիշեցնեմ կա նաև Նիկոլ Փաշինյանի, Սամվել Ալեքսանյանի եւ ավելի քիչ հայտնի Վարդան Վարդանյանի թեկնածությունները։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչու որոշեցիք դնել ձեր թեկնածությունը այնտեղ։ Ձեր մեկնաբանությունը ճիշտ է post factum, բայց ինչպես զարգացավ իրադարձությունները, կուզեի մեկնաբանել։ Խնդրեմ։ Ասեմ, մեր հիմնական մտահոգությունը ընդհանրապես երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առումով նա է, որ մեկ թեկնածուով ընտրությունը ընդհանրապես աղետ ենք համարում դեմոկրատիայի զարգացման տեսանկյունից։ Երբ ես ամսի 22-ի ժամը 12-ին գնացի եւ առաջադրեցի իմ թեկնածությունը, տվյալ պահին ընտրատեղամասում առաջադրվել էին Սամվել Ալեքսանյանը, Վարդան Վարդանյանը եւ ուրիշ ոչ ոք։ Այսինքն դուք առաջադրվել եք նախքան Նիկոլ Փաշինյանը եւ Ռաֆի Հովհաննիսյանի առաջադրումը։ Երբ իմացաք, որ իրենք են առաջադրվել, ինչ որ մեջքից հարված զգացիք։ Ոչ, առաջադրման հետ կապված ես հարված չզգացի իմ մեջքից, բայց ապտակել չզգացի, բայց ուրիշ բանի մեջ ես այդ հարվածը զգացի։ Ասենք օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ժամը 4-ի դրության մոտավորապես եկավ եւ գրանցվեց, ինքը գնաց ինձ այդ օրը իր թերթում գրեց. ինձնից առաջ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել էին Սամվել Ալեքսանյանը եւ նրա կողմից առաջադրված եւս 2 հոգի։ Ես գնացի այդ երեկո Նիկոլ Փաշինյանի խմբագրություն, ասացի դու ինձ ճանաչում ես, ասեց չէ, ասի ինչի ես այսպեսի բան գրել, ասեց շփոթմունք, ասի դե կհերքես։ Չհերքեց այդ մարդը։ Ես ցան նայում եմ անհանդուրժողական վերաբերմունք քաղաքականություն նոր գործող դեմքերի հանդեպ։ Դուք որ զանգվածն եք ներկայացնում, իշխանական, ընդդիմադիր, սփյուռք, օլիգարխիա, այլ այս երկրի բնակչության կեսը ներկայացված չի ազգային ժողովում։ Հասկանալի, բայց եթե դասական մոտեցումներով նայենք, ընդդիմություն, իշխանություն, չգիտեմ, դժգոհ զանգված, չափազանց գոհ զանգված, որ զանգված եք դուք ներկայացնում, սփյուռք։ Մենք ներկայացնում ենք այն զանգվածը, ովքեր դժգոհ են իրավիճակից, բայց կողմեն հետևողական, չափավոր, ոչ թե չափավոր, այլ պահանջատիրական մոտեցումներով, բայց ոչ ծայրահեղական, հեղափոխական կոչերով, որոնք անցած 5 տարիների ընթացքում այս փորձը մենք ունեցել ենք եւ կոնկրետ այսօր չունենք արձանագրված դրական արդյունքներ։ Ձեր պոտենցիալ ընտրողներին կարծեմ նաեւ հետաքրքիր կլինի, ինչ ռազմահայրենասիրական աշխատանքներ եք արել, ինչ լավ գիտահետազոտական, պատմամշակութային, բայց ամենակարևորը ռազմահայրենասիրական բաներ է արել Տիգրան Գրիգորյանը։ Կարելի է լինել հայրենասեր առանց ռազմահայրենասեր լինելու։ Ինչպիսին է ձեր երազանքների ընտրողը։ Իմ երազանքների ընտրողը ինքը պետք է ինքն էլ երազող լինի։ Ես կարող եմ լինել ձեր երազանքների ընտրողը։ Ես ունեմ երազանք ռեմոնտ ավարտել, գուցե այդքան մեծ չի, բայց երազանքը կանցնեմ։ Այո, ես կարծում եմ, որ կանցնեք, որովհետև ես կարծում եմ, որ իրան երազանքի մակարդակի ցանկության մակարդակա պետք է իջացնել ու դուք կդառնաք իմ ընտրողը։ Տիգրան, ինչպես եք գնահատում ձեր հաղթանակի հնարավորությունները այս ընտրապայքարում։ Ընդհանրապես, երբ որ մարդը մի process մեջ է մտնում առանց հաղթանակի հավատի,
ինքը արդեն իսկ տանուլ է տվել։ Ինչպես եք ձեր շանսերը գնահատում, ասենք 70%, 60, 50։ Եթե մենք բոլորս ենք ձգտում այդպիսի Հայաստան ունենալ, պետք է իմ շանսերը ամենամեծը լինեն այստեղ։ Տիգրան ջան, չէ, լուրջ, ձեր շանսերը։ Իմ շանսերը բավականին մեծ են։ Չէ, լուրջ։ Ինչի՞ չեք հավատում։ Սերգեյ, ես ուղղակի զարմանում եմ։ Դուք ինչի՞ չեք հավատում, որ իմ շանսերը մեծ են։ Ես փորձում եմ 3 անգամ կրկնված հարցից ես այդպեսի Ես փորձում եմ հասկանալ, հենց ինչի վրա են հիմնվում ձեր լավատեսությունը։ Իմ լավատեսությունը հիմնվում է մեր հասարակության ստապ մտածողության վրա։ Շաբաթ օրը, երբ ինձ զանգեցիք մեր նախորդ հաղորդման հետ կապված հարցը տալու, ինչի ժամը 8-ին առավոտվա։ Որովհետև ամբողջ գիշեր ես մտածում էի տառապում եմ իմ մտքից, որ դուք սուբյեկտիվ եք ներկայացրել ամեն ինչ, եւ ես ձեզ մի կոչ եմ անում, ձեզ հյուր հրավիրեք նաեւ մյուս TV ընտրատարածքի շատ լավ միտք է։ Ես տեխնացուներին, բայց զգուշ եղեք, որովհետև նրանք ձեզ կարող են մեղադրել իմ գործակալը լինելու մեջ։ Զգուշ կլինենք, ես պաստորեն մյուս շաբաթ օրը 8-ի կողմերը կսպասեմ զանգ Նիկոլ Փաշինյանից եւ Սամվել Ալեքսանյանից։ Հուսախաբ չէ։ Եվ այն մյուսից Վարդան Վարդանյան։ Իսկ հիմա մի փոքր խոսենք տարբեր կուսակցությունների երիտթևերի մասին։ Կուսակցություններ ունեն կամ ձգտում են ձևավորել երիտթևեր, ու դա հասկանալի է, պետք են թարմ ուժեր, թարմ մտքեր, թարմ ություն, ծառատունկերին, որ ինչ-որ մարդ գա կուսակցություններից երիտթևերը նաև օգնում են պաստառ բան բռնել, մի խոսքով այսօր կբացահայտենք երիտթևերը եւ սկսենք հանրապետության հանրապետականներից։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ստեղծվեց 1990-ին կուսակցության գրանցման առաջին իսկ օրերից։ Մի օպե, Ջորջ Լուկասը տեղյակ է, որ իր Աստղային պատերազմներ ֆիլմի մեղեդին հանրապետականի համար էր գրվել։ Մի հատ եկեք ավելի համեստ, ավելի քիչ աստղային, քիչ պատերազմային։ Ծանոթանալով մի շարք կուսակցությունների կանոնադրություններին եւ ծրագրերին, կատարել եմ գիտակցված որոշում համալրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը։ Հպարտ եմ, որ մեկնեման երիտասարդներից, որոնց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու եւ կայանալու հնարավորություն տվեց։ Ռուբինը գրեթե միշտ օնլայն է ու միշտ հասանելի։ Հենց նա է պատասխանում բոլոր էլեկտրոնային հարցերին ու առաջարկներին։ Օրորի ավելանում են մեր սփյուռքահայ ընկերների եւ գործընկերների թիվը։ Պետք է խոստովանեմ, որ ինձ շատ դուր եկավ աղջիկների ասածը, այն աչքին կավ իր ինքնաբուխ լինելով եւ նախապես անգիր արված չլինելով։ Հա, ու Ռուբինային մի թողեք այդքան երկար օնլայն լինի, վնաս է, չէ։ Հանրապետականի երիտասարդական թևը բաց է ամբողջ երկրի երիտասարդության համար։ Անկամ մեզ քննադատողները տեղ ունեն մեր շարքերում, ասում են այստեղ։ Այս սա ուրիշ բան, փաստորեն անգամ հակ ակտիվիստները տեղ ունեն հանրապետականի երիտթևում։ Իսկ Բարգավաճ Հայաստան վերջերս մուտք գործեց 1000 երիտասարդ, այո, 1000։ Հավատ կուսակցության կողմից իրականացվող գործունեության հանդեպ ՈՒԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարով ոգեշնչում։ Սրանք այն հիմնական պատճառներ են, որոնցով առաջնորդվելով երիտասարդները կուսակցություն մուտք գործելու որոշում են կայացրել։ Շարքը սակայն շարունակական է։ Ինչի ԲՀԿ, որովհետև պարոն Ծառուկյանը հավատում է երիտասարդներին ու միշտ հաճելի է ուժեղ քաղաքական գործի կողքին կանգնել։ Ու իդեպ ուժեղ ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ բառից բուն իմաստով էլ ուժեղ։ Միշտ էլ հաճելի է ուժեղ կոալիցիոն գործընկեր ունենալը։ Կոալիցիա այլևս չկա։ Կոալիցիան բնականաբար արդեն նախընտրական շրջանում դարձել է անցյալ եւ արդեն անցյալում է։ Վերջ, հա? Դու գիտեք, հանրապետականը գիտի։ Լավ, չշեղվենք թեմայից, եւս մի երիտթև վերջերս համագումար ունեցավ, որպեսզի երիտասարդները հնարավորություն ստանան չթաքցնել իրենց հիացմունքը։ Օրինակ երկիր կուսակցության երիտթևի նախագահը անգամ չթաքցրեց իր հիացմունքը։ Լինելով Եվրոպայի եւ Հայաստանի բոլոր 3 հանրապետությունների պատմության մեջ ազգային ժողովի ամենաերիտասարդ նախագահը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի 2 հեղինակավոր բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավ, հերիք է, հասկացանք։ Դուք ձեր անկոտրուն կամքով եւ խիզախությամբ երիտասարդ տարիքում կարողացել եք դիմագրավել բոլոր դժվարություններին եւ հասնել ձեր նպատակների իրագործմանը։ Լավ, այն մարդն էլ արդեն կարմրեց։ Երիտասարդ օհեկականները խոստացան հետևել իրենց առաջնորդին ու նույն ճանապարհով հասնել քաղաքական բարձունքներին։ Լավ, դուք գիտեք։ Եվ այսպես մեր հյուրն է Միացյալ Հայեր կուսակցության
Ադե լավ, էլի եթե էլի ընտղենա այս անգամ հաստատ կոպտելու եմ։ Ով է։ Ես եմ։ Դու ով ես։ Ժողովուրդը։ Նարեկ ես արդեն ինչ չես հիշում։ Ժողովուրդ, ոնց չեմ հիշում։ Բայց մի րոպե, ընտրությունների շրջան է, ժողովրդի անունից ով ասես խոսում է։ Կարամ մի երկու հատ ստուգիչ հարց տամ, տեսնեմ դու ես թե չէ։ Վայ իհարկե, հարց չկա մասնիկս։ Ժողովուրդ, որտեղ են պատրաստում ամենահամով խաչապուրին։ Իհարկե Հայաստանում։ Իսկ իրականում Վրաստանում։ Բայց տուրիստներին ինչ ենք ասում։ Որ Հայաստանում։ Իսկ Գվեն Ստեֆանին հայ է։ Իհարկե։ Իսկ իրականում։ Չէ։ Բայց սա աշխարհին ինչ ենք ասում։ Որ հայ է։ Ժողովուրդ, ոնց էի քեզ կարոտել, բա ուր էիր այսքան ժամանակ չկայր։ Գնացել էի հանգստանալու։ Մի քիչ ուժ էի ուզում հավաքել այս ընտրություններից առաջ։ Գիտես, հիմա ինձ սաղ պետք է համոզեն, որ իրանց ընտրեն։ Տելեյով գովազները գնալու են, իսկ այդ սաղ իմ ներվերից է գնում։ Ժողովուրդ, դու ընտրացուցակում կաս։ Հա, իհարկե, մի քանի տեղ, նույնիսկ մի քանի անգամ։ Ժողովուրդ, իսկ որոշել ես ում ես ընտրելու։ Հա, արդեն որոշել եմ, որ բոլոր կուսակցություններին մի քիչ ձայն պիտի տամ։ Նույնիսկ Միացյալ Հայեր կուսակցությանը։ Հա, գիտեմ, ինչ-որ նոր անհասկանալի կուսակցություն է, բայց անունը դուրս գալիս է, մի կես տոկոս էլ իրենց ձայն կտամ։ Ժող, բա ձայների մեծ մասը ում ես տալու։ Այդ չեմ որոշել։ Թող մի քիչ լպատմեն ինչ են անելու, մի երկու լավ բան անեն իմ համար։ Նկատի ունես հայ էստրադային աստղերի համեր։ Չէ, ասեցի լավ բան, Նարեկ։ Բայց ոնց էի կարոտել այս սառը սարկազմը, ժողովուրդ ջան։ Էդ եմ, Նարեկ ջան։ Ժող, մի կես րոպե ունես։ Հա, ինչ կա որ։ Սպասի։ Սուր էիր։ Իսկ այսօր մեր հյուրն է այս տարվա ազգային ժողովին մասնակցող ամենաառեղծվածային կուսակցության Միացյալ Հայերի նախագահ Զավեն Ճանաչյանը, բարև ձեզ։ Անճանաչյանը, առայժմ։ Կներեք, պարոն Անճանաչյան, ողջույն։ Միացյալ Հայեր կուսակցությունը եւ Միացյալ Հայեր կուսակցության երիթևը ողջունում են ձեզ, Նարեկ։ Հենց սենց ողջույն։ Ինչ եք ամեն անգամ շեշտում ձեր կուսակցության անունը։ Նախ ուզում եմ, որ ազգի մոտ տպավորվի, որ կա այդպիսի ֆանտաստիկ պոպուլար եւ ճանաչված Միացյալ Հայեր կուսակցություն։ Թե չէ շատերը կամ չգիտեն, կամ իրենց չիմանալու տեղ են դնում մեր կուսակցության մասին եւ արդյունքում պիտակ են կպսում, որ քիչ հայտնի կամ ընդհանրապես ոչ հայտնի կուսակցություն ենք։ Այ հենց դրա մասին է ես ուզում խոսել։ Ինչ կուսակցություն եք, ինչպես ստեղծվեցիք, ոնց, ինչի համար։ Մի քիչ պատմեք ձեր մասին։ Ասեմ, Նարեկ ջան, Միացյալ Հայեր կուսակցությունը ստեղծվել է Կոմկուսի երիթևի կորիզի հիման վրա։ Մստիսլավը մեր հյուրն էր Կոմկուսի երիթև, այսինքն ամբողջ Կոմկուսի երիթևը։ Չէ, ես խոսում 60-ականների Կոմկուսի երիթևի հիման վրա։ Մի րոպե, Կոմկուսի 60-ականների երիթևից դեռ մարդ կա։ Մի հոգի։ Կորիզը։ Դա չի կարևոր։ Կարևորն այն է, որ մենք մտնում ենք ընտրապայքար հասարակական պահանջով։ Հասարակությունը պահանջում է նոր, թարմ ուժեր, ոչ մի բան չասող անուններով։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանում կա մոտ, եթե սոցհարցումների նայեք, մոտ 40% չկողմնորոշված ընտրազանգված, այսինքն անորոշ ընտրողներ, որոնց պետք են անորոշ քաղաքական ուժեր։ Լավ, պարոն Անճանաչյան, էլ ինչից կամ ումից է բաղկացած ձեր կուսակցությունը։ Ասեմ, որ Միացյալ Հայեր կուսակցությունը բաղկացած է մի քանի կորիզներից։ Սիմի երիթևն է այնտեղ, ազգային միաբանության կանանց երիթևի կորիզն է մասնակցում, Կոմկուսի երիթևը, ասեցի ոնց որ Կոմկուսի 60-ականների երիթևը։ Այո, դա։ Բացի դրանից մենք արդեն կայացած քաղաքական ուժ ենք, այնքան կայացած, որ մեզանից սարսափում են թե իշխանությունները եւ թե ընդդիմությունը։ Վստահ եք։ Նարեկ ջան, նորից եմ ասում, նայեք թվերին 40%-ը չկողմնորոշված ընտրողներ են, այսինքն չգիտեն ում են ընտրում։ Գուցե հենց այդ մարդիկ են այն արկածախնդիրները, որոնք ի վերջո կընտրեն ինչ-որ մի հատ, ասենք մեզ։ Բայց ախր այդ 40%-ից քանի տոկոս ընդհանրապես գիտի ձեր կուսակցության մասին։ Կարծում եմ մեր կորիզի մասին տեղյակ է ամբողջ ժողովուրդը եւ չէ, ես քիչ առաջ ժողովրդի հետ խոսեցի, տենց առանձնապես չէր լսել ձեր կուսակցության մասին։ Ժողովուրդը չէր լսել Միացյալ Հայեր կուսակցության մասին։ Այո, ժողովուրդը չէր լսել Միացյալ Հայեր կուսակցության մասին։ Դե փաստորեն արդեն լսեցրեցինք։ Լավ, իսկ ինչ օրենքներ եք մշակելու, ինչ պլատֆորմով եք գնում ազգային ժողով ձեր ծրագրից։ Նարեկ ջան, ծրագիրը որն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է։ Մենք խոստանում ենք լինել չարյաց փոքրագույնը։ Այսինքն, դե գիտեք, մարդիկ սովորաբար չեն սիրում այդքան քաղաքականություն եւ գնում են ընտրությունների ընտրելու ամենափոքր չարիքին, չարյաց փոքրագույնին, որը եւ մենք ենք հավակնում լինել։ Այսինքն մենք խոստանում ենք, որ գանք իշխանության ամենակիչ վնասն ենք բերելու ժողովրդին։ Ալան-թալանը զբաղվելու ենք, բայց շատ քիչ, ամենակիչն ենք մենք զբաղվելու ալան-թալանով, բացի դրանից էկոլոգիան փչացնելու ենք
ինձ ավելի քիչ արտագաղթը խրախուսելու ենք ավելի զուսպ մակարդակով։ Լավ, իսկ օգտվելով մեր եթերից ինչ կուզենայիք ասել ձեր մրցակիցներին։ Այո, ես մեր մրցակիցներին կոչ եմ անում ավելի լուրջ ընդունել Միացյալ Հայեր կուսակցությանը եւ ի վերջո հասկանալ, որ մենք կանք, մենք հզոր ուժ ենք եւ ձեր կողքին ենք, ձեր դեմ համել։ Լավ, ժողովրդին ինչ որ բան կցանկանաք ասել։ Ժողովրդին ուզում եմ ասել, որ գնացեք ընտրությունները եւ ընտրեք չարյաց փոքրագույնին։ Իսկ մենք իրոք ամենափոքր չարիքն ենք այսօրվա օրով եւ ընդհանրապես կներեք ինձ հենց նոր հաղորդագրություն ուղարկեցին, որտեղ ասին, որ մեր կուսակցության Միացյալ Հայեր կուսակցության վարկանիշը այս հարցազրույցի ընթացքում աճեց 368%-ով, այսինքն արդեն ունենք 368 ընտրող։ Իսկ դա լուրջ թիվ է, Նարեկ։ Այո, արդեն կարող եք փաստորեն խմբակ նույնիսկ ստեղծել Facebook-ում։ Շնորհակալություն պարոն Անճանաչյան։ Կարծում եմ արդեն կարելի է ճանաչան։ Շնորհակալություն պարոն Ճանաչյան, Միացյալ Հայերի նախագահն էր մեր այսօրվա հյուրը։ Միացյալ Հայեր կուսակցություն։ Դիտեք Armcomedy-ին հաջորդ շաբաթ օրը, ես ձեզ թողնում եմ վիդեոբոցի հետ, բայց բռնվեք։ Օգնում է տարբեր բաներով, ասենք թե, չգիտեմ, նկարահանումների ժամանակ ինչ որ կամերաներ եւ այլն եւ այլն եւ այլն, ես իրավունք չունեմ հրաժարվեմ օգնությունից։ Ուղղակի առաքելական մեր եկեղեցին չի օգնում։ Դրա համար ես օգնությունը որտեղից գալիս է, նա էլ ընդունում եմ եւ չեմ կարծում, որ դա վատ բան։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my teeth, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? With his teeth, dear, scarlet billows start to spread. Fancy gloves though, where's all of my teeth, the baby? So there's never a tracer at my boot, but I've been on a sidewalk one Saturday morning, don't you know?